փորում եք ցեղով եք ընկնելու այդ փորերի ու հորերի մեջ։ Այդ փորերի ու հորերի մեջ դուք եք ընկնելու։ Եվ ակրավները գալու են կապեն ձեր մարդուները։ Նայեք, ոնց պրոֆեսիոնալ ոտմա, դեպմա, տեսնեք ոնց է պրոֆեսիոնալ։ Այդ մի կտոր արդեն բազարկը, որը լավագույն բարձր որակ բազարկներից է։ Դառնում է արտադրամասում արդեն շինան։ Տեսեք ոնց է շինագործում հանքը։ Դիմել եմ բնակահարության պետական էշանա մարդ ներառական ժողովրդին ազգին պատկանող ընդերքը ուր է տանում։ Նայեք այս քարերս, հակառակ քարերը բազարդյա, ուր է տանում բազարները, ստորները։ Հիմա ես պետք է գնամ ցույց տամ ձեզ հետևի ճանապարհը եւ բակային տարածքները մեր։ Տեսեք, սա բակն է անմիջապես, սա երեխաների ֆուտբոլի դաշտն է, ֆուտբոլի դաշտի անմիջական հարևանությամբ նման իրավունք չունենալով, խախտելով համապատասխան կառավարության որոշումը եւ հրամանները, խախտելով թույլ է տվել այս շինարարությունը։ Թույլատրողը եղել է Ավինյան Տիկոն, որը համոզված է, բացի կոռուպցիայից, որևէ կերպ նման թույլտվություն չէր կարող տալ։ Ըստ շրջանառվող լուրերի, յուրաքանչյուր շին թույլտվություն Երևան քաղաքում պետք է անցնի հատուկ ընթացակարգ։ Հատուկ ընթացակարգը $200,000 կաշառքն է, որը տրվում է միայն մեկ անձին, ով որ ստորագրում է այդ վերջնական փաստաթուղթը, բայց մինչև այդ տրվում են բազմաթիվ այլ փաստաթղթեր, որոնք նույնպես այսպիսի խախտումների դեպքում կոռուպցիայի հետևանք են։ Հիմա գնում ենք արդեն ձեր հետ միասին, ես գնում եմ, դուրս եմ գալի ես բակային տարածքից, տեսեք բակային տարածքն է, որի մոտակայքում անմիջապես այս գազանները աշխատում են, որի իրավունքը չունեն, ցնցում են ամբողջ շենքերը, շենքերի պատերը արդեն տվել են ճաքեր, ցնցելով շենքերի պատերը, այսինքն շուրջ 1000 մարդ է այստեղ ապրում, շուրջ 1000 մարդու վնաս են պատճառում, անհանգստություն են պատճառում, էլ չեմ ասում, որ հենց այդ նույն հետիոտնի ճանապարհում մի երեխա գցեցին ավտոմեքենայի տակ զեբրայի վրա, որովհետև այդ մեծ ավտոմեքենաների ելումուտի, ապօրինի ելումուտի, երթևեկության կանոնների ամբողջապես խախտման ելումուտի հետևանքով առաջացավ այդ վթարը։ Հիմա դուրս են գալի վրացական փողոց,
Իդեպ նայեք վրացական փողոցը ես ձեզ ցույց տամ, հարգելի հայրենակիցներ, որպեսզի դուք հասկանաք, այս վրացական փողոցը 1925 թվականին եղել է ամենաբանուկ փողոցը, նոր հիմնադրված, նոր Արաբկիր քաղաքի։ Այս փողոցի վերաբերյալ Թամանյանը, մեծ Թամանյանը կազմել է եւ այս փողոցը գծագրել է հենց Թամանյանը։ Հիմա նայեք փողոցի այս հատվածը, ես չգիտեմ ոնց է ցույց տալի, երևի մի քիչ պետք է փոքրացնեմ, ես մի վարքյան, որ լավ երևա ձեզ։ Այսենց ցույց տամ, տեսեք, սա վրացական փողոցն է, վրացական փողոցի եւ այդ Կոմիտաս փողոցը, որ հատում ենք, գնում ենք դեպի Մամիկոնյանց փողոց, եղել է նոր Արաբկիրի կենտրոնը 1925 թվականին։ 1925 թվականին արաբկիրցիները կազմակերպված հին Արաբկիրից, Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Արաբկիր քաղաքից կազմակերպված կերպով 1925 թվականին դիմել են սոցիալիստական Հայաստանի կառավարությանը եւ կազմակերպել են իրենց համախմբված ներգաղթը դեպի Հայաստան, որպեսզի հայ ապրեն։ Դրա համար են եկել Հայաստան եւ կառուցել են իրենց հաշվին, իրենց շնորհքով, իրենց աշխատասիրության միջոցով կառուցել են բնակելի տներ, 2 հարկ։ Այս բնակելի տունը իմ հայրական տունն է, որը եզակին է, շուտով կդառնա 100 տարեկան։ Այս ճակատով ես ձեզ նաև կցույց տամ հատակագիծը Թամանյանի կողմից գծագրված։ Տեսեք, այս ճակատն է, այդ սեփական տների, այս իմ հայրական տան, հեսա գրած է վրաներ, Արաբկիր, նայեք, Արաբկիր, նոր Արաբկիրի հիմնադիրների աշխատանքն է սա, նոր Արաբկիրի հիմնադիրների շնորհիվ է, որ Արաբկիր համայնքը այսօր այսքան բարգավաճեց, մեծացավ, ծաղկեց, նայեք, այս իմ հայրական տունն է եւ այս լանդշաֆտը ամբողջությամբ փոխվել է այս գազանաբկան շինարարության միջոցով, տեսեք, եւ այս լանդշաֆտի այն 2 տները, որը 100 տարեկան էին, ըստ նախագծի ես ձեզ ցույց կտամ այդ տների նախագծման այդ գծագրի ներքո թե որտեղ էին տեղակայված։ Հիմա այս գազանները, Գազան Տիգրան Ավինյան, Գազան Ադամյուն ՍՊ, Գազան Ադամյուն ՍՊ-ի տնօրեն, Գազան Ադամյուն ՍՊ-ի հիմնադիրներ, 2 տարեց մարդիկ, Գայանե Վերձյան եւ Աթաբեկ Ադամյան, իսկ իրենց որդին Վահրամը, որը գնել է այս տեղ այդ հին 100 տարեկան տները, տեսեք, այս 100 տարեկան տների ճակատներն էին այստեղ եւ հետնամասում այգին էր, կանաչ տարածք, 100 տարեկան այգին ծառերով կենթանի։ Այս գազանները վերացրեցին, այս տեսեք ցանկապատ են տեղադրել, նայեք, այս գազանները, սա մեր հետիոտնի ճանապարհն է, այստեղ որ ավտոմեքենայի ճանապարհ չպետք է լիներ։ Հիմա այս գազանները առանց օրինական փաստաթղթերի օգտագործում են այս հետիոտնի ճանապարհը, տեսեք ոնց են բացել են այս հետիոտնի ճանապարհը, այստեղ բերել են այսպիսի դարպաս են տեղադրել եւ այս գազան գործունեության հետևանքով այս գազան մեքենաները այստեղից ապօրինաբար հատում են այս հետիոտնի ճանապարհը, դուրս գալիս փողոց, որ իրավունքը չունեն, տենում եք զեբրան։ Սա զեբրան է, հենց այստեղից նայեք մի հատ այս մեքենաների հոսքը ոնց է, այստեղ ստեղծում են վթարային իրավիճակ, չկա ոչ մի սվետաֆոր այստեղ, նայեք տարածքը, որպեսզի պատկերացնեք որտեղ են գտնվում, այս նեղ տարածքով պատկերացնում եք 2500 մետր փորում են ամբողջ այս գծերով, տեսեք, այս գազանը դուրս է գալի, հանքը գողանում տանում են ապօրինաբար, նայեք ԱԱՑ, ոստիկանություն, քննչական կոմիտե, հակակոռուպցիոն կոմիտե, այս մեքենան ուր է տանում, այստեղից ապօրինաբար դուրս բերվող հանքը, ուր է տանում հանքարդյունաբերական գործունեության հետևանքով, ահա տեսակ փակել, ուր է տանում այս գողերը, ինչի են գողանում,
հայ ազգին պատկանող ընդերքի կարևոր մասը բազալտային շերտը վերացնելով տանում են, ստեղծում են արդյունաբերական արժեք եւ այդ արժեքից գոյացած եկամուտները դնում են իրենց գրպանները։ Հանք արդյունաբերությունը Երևան քաղաքում չի թույլատրվում։ Այս տարածքը համարվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանի սրտում գտնվող տարածք է, հողի այս ցուցանիշները հենց դրա մասին են խոսում։ Հիմա ես ձեզ ցույց տամ Թամանյանի գծագիրը տարածքի վերաբերյալ, որ մենք հիմա այստեղ որտեղ գտնվում ենք, ըստ Թամանյանի նախագծի ես ձեզ ցույց կտամ այդ ճակատները, այս 3 տների ճակատները, որ այս գազանները երկուսը վերացրեցին։ Մի վարքյան։ Հիմա տեսեք, սա Թամանյանի գծած հատակագիծն է, նայեք, նոր Արաբկիր քաղաքի հատակագիծ 1925 թվական, սա է նայեք, 1925 թվական, էսա նայեք, Թամանյանի ստորագրությամբ։ Մենք հիմա գտնվում ենք, այս սա է վրացական փողոցը, հարգելիներս, այստեղի այս ճակատային մասը, այս գազանները, այս մասի ճակատային այս հատվածը, այստեղ էր, իմ հայրական տունն է, այս մասով, սենց գալիս, այս մասով տները մորթել են, այսա տենում եք այս, դարպաս են տեղադրել, նայեք, նախագծի, 100 տարեկան նախագծի և այս մասը, որ գծագրվել է, այս մասը, որ գծագրվել է, բոլորը պետք է լինեին մեկ կամ երկու հարկանի սեփական տներ, իրենց տնամերձ այգիներով և ծառային քաղաքի բնակիչների համար, Երևանի համար, որպես թոքեր, բայց այս գազանները այդ 2500 մետր տարածքը հերիք չէ, վերածեցին ամայի տարածքի, հիմա է քանդում են ընդերքը։ Հիմա ստերը, տեսեք, քամին տանում է, ես հիմա ձեզ ցույց տամ նաև մի վարքյան քաղաքաշինության կոմիտեի գրություն կարգադրությունը, որը այս Ադամյում ՍՊ-ին և համապատասխան Երևանի իշխանություններին ասում է, որ պետք է անցկացնեք երրորդյա ժամկետում, նայեք, դրանց մասին իրազեկել, այսինքն անցկացնեք հանրային լսումներ, իրազեկման արդյունքների մասին արձանագրությունը անհրաժեշտ է ներառել շինարարության թույլտվության տրամադրման փաթեթում։ Սա գրել է, այս գրությունը գրել է այս Եղիազար Վարդանյանը։ Եղիազար Վարդանյանը այս անձնավորությունն է, նայեք, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ, գրել է 31/10/2024 թվականին։ Այսինքն առանց հանրային լսումների, հարգելի հայրենակիցներ, այսինքն առանց հանրային լսումների, այս մարդիկ ինչ են արել։ Այս ամբողջ տարածքը ամսի 31-ից հետո հոկտեմբերի Ավինյան Տիգրանը այս տարածքը թույլ է տվել նոյեմբերի արդեն 14-ին, որպեսզի դառնա շին հրապարակ։ Շինարարության թույլտվություն է տվել առանց հանրային լսումների, էլ չեմ ասում, առանց ինչ խախտումների է թույլ տվել, որոնք նույնպես ներառված են քաղաքաշինության կոմիտեի դեմ քվեարկության մեջ։ Այսինքն եւս մի տարածք, եւս մի պատմություն Երևան քաղաքի այս գազանները ոչնչացնում են։ Հիմա այս ավտոն տեսեք փակեցին, դուրս չի գալի այստեղից, բայց դա կարևոր չի, որտեղ այդքան անցքեր կան, որտեղից կարող են նաև դուք տեսնեք ինչ է կատարվում այստեղ։ Նույն բանն է, ավտոն իհարկե անունները ջրում են, որ նայեք, բայց դա կարևոր չի։ Ոստիկան
Պաշտպանություն ազգային անվտանգության ծառայություն։ Խնդրում եմ ուսումնասիրել այս ավտոմեքենան ում է պատկանում, ինչու է ապօրինաբար առաջացած այս գործնեության հետևանքով ընդերքի շահագործման, ապօրինաբար ընդերքի շահագործման արդյունքում գոյացած հանքանյութը, բազալտաճ շերտը, քարերը ուր են տանում։ Արծը քեզ չի հետաքրքրում։ Ոստիկանապետուհի, պետ, ներքին գործերի նախարարուհի, ձեզ չի հետաքրքրում, ուր են տանում մեր ազգին պատկանող ընդերքը։ Ինձ բացատրեք, այս ինչ է կատարվում։ Պետական այդ տեսչությունը բնապահպանության։ Ես արդեն 2 օր է ձեզ հաղորդում եմ ներկայացրել եմ ապացույցներ, ինչի՞ չէ գալիս տարած եւ կանխում այս ապօրինությունը։ Ով պետք է վերջի վերջո Երևանում կանխի այս ապօրինությունը, հեիք չէ։ Ինչ պետք է մենք անենք այլևս, որպեսզի դուք չքանդեք մեր քաղաքը, չհաթարեք ազգի անդորը եւ վերջի վերջո պատժվեք։ Այսքանը հարգելի հայրենակիցներ, այսքանը այսօրվա եթերից, այսօր շատ խորհրդավոր օր է։ Հիշում եք, Սողոմոն Թելերյանը իր խորհրդանշական ակտով վրեժը մեր լուծեց, մեր ազգի վրեժը, բայց ցավոք 100 տարի անց թուրքերը էլի վխտում են եւ վնաս են պատճառում հայ ազգի ներկայացուցիչների ցեղասպանությունից փրկված պապերիս հիմնադրած համայնքը, հիմա այս գազանները, գազան թուրքերը, եկել տեսեք ինչ են անում, պարզվեց են թուրքն էլ, արդեն թուրքերենով է ողջունում իր հայրենակիցներին եւ մենք դեռ լռում ենք։ Ցավալի է, բայց այս ամեն ինչը շատ վտանգավոր հետևանքներ է ունենալու բոլորիս համար։ Այսքանը մինչև նորից ես ուղիղ եթեր դուրս եմ գալու այսօր։